Պարոն Եղոյան, նամակ որ ստացել եք, փաստեք, որ այնտեղ խոսքը չէր գնում միայն տեխնիկական այդ վիպակի մասին, առասարակ գնահատական էր տրվում, որ հայերեն թարգմանությունը անորոշության բարձրաշան ունի եւ իրավակիրառ պրակտիկայում մեկնաբանության տեսակետից խնդրահարույց է, սա կարևոր մի դիտարկում, որը իսկապես մենք էլ որ նայում ենք հայերեն տեքստը, բավական անհասկանալի բաներ կա, բայց կոնկրետ հարց Ուկրաինայում Եվրամիությունը իրականացնում է հիմա ռազմական առաքելություն, թե ոչ, այո, իրականացնում է, ապա այս համաձայնագիրը կարող է դառնալ հետագայում Հայաստանի համար առաջադրման, նման առաքելության մասնակցության առաջադրման իրավական հիմք եվրոպական երկրների կողմից։ Եթե հիմա ասում եք, որ Հայաստանը կարող է ցանկացած բան կամավոր արտահայտել, այդ ժամանակ արդեն դառնա պարտադիր, թե ոչ։ Ես ճիշտ հասկացա, դուք հարցում եք կարող են արդյոք Հայաստանին ստիպել, հա, դա հարցը, կամ պարտադրել, մասնակցել, նույնն է, էլի առաջադրել, ոնց կարող են առաջադրել, ամեն պետություն ինքն է որոշում իր առաքելությունը, որ պետություն ուղարկի այն մանդատի շրջանակում, որի շրջանակում որ գործում է այդ առաքելությունը, ուղղակի գիտեք, պարոն Մինասյան, ինձ հետաքրքրում է դուք ինչ եք Ուկրաինայի մասին հարցնում։ Օրինակ, ինչի Սոմալիի մասին չեք հարցնում։ Այնտեղ շատ ավելի, ասեմ, այնպես չի, որ ավելի հանգիստ է հիմա իրավիճակը, կամ օրինակ Բոսնիայի, չէ՞, այնտեղ մի քիչ ավելի հանգիստ է, բայց էլի կան որոշակի ռիսկ։ Ինչ եք դուք դա, ինչ եք էլի ուզում դրանով ակնարկած լինեք, որ կարող է պատահի սա ստորագրվել է նրա համար, որ հատուկ Հայաստանը գնա այնտեղ մասնակցի, ոչ։ Դրա համար չի ստորագրվել, ստորագրվել է նրա համար, որ Հայաստանը ունենա հնարավորություն մասնակցելու Եվրոպական միության առաքելություններին, որին կմասնակցի։ Արդեն կառավարությունը կորոշի ըստ իրավիճակի։ Արձագանք։ Սուրճի բաժակի այդ մոտեցումը թարգեք, ես կոնկրետ այդ որ հարց եմ տալիս, մի որոշեք, թե իմ հարցի շրջանակներում ինչ։ Եթե դուք ասեք, ես հարց տվեցի կոնկրետ որ երկրների հետ է կնքված, Կոստանյանը պատասխանեց մի քանի երկրների օրինակ բերեց, հիմա այդ ռազմական առաքելության այլ օրինակներ կան, նույնը վերաբերում է նաև այդ օրինակներին։ Եվ առաջադրում նշանակում է իրավական հիմքով Եվրոպական միությունը ասում է, այ Հայաստան, դու իմ հետ կնքված համաձայնագրում ստանձնել ես այսպիսի պարտավորություն, որ կարձագանքես, հիմա հարց, արձագանքման տեսակետից պարտավորությունը կա, թե չկա, եւ կոնկրետ ավարտեմ խոսքս, եւ երբ որ խոսում ենք ուկրաինական բանի մասին, առաջի հարցը հետեւյալն էր, Ուկրաինայում իրականացում է ռազմական առաքելություն, թե ոչ, եւ դրա բովանդակությունը ինչ է, եւ երկրները երբ որ մասնակցում են, նրանց մանդատի նկարագրությունը ո՞րն է, կա այդպիսի նկարագրություն, օրինակ, եւ այլ բաներ մի ենթատեքստեր մի փորձեք գտնել ու սուրճի բաժակ մի նայեք իմ հարցերին։ Շատ լավ։ Պարոն Մինասյան, այս համաձայնագրով Հայաստանի համար սահմանվում է ոչ թե պարտականություն մասնակցելու այդ առաքելություններին, այլ իրավունք։ Նույնիսկ ԵՄ անդամ պետությունները չունեն պարտականություն մասնակցելու առաքելություններին։ Հիմա օրինակ Հայաստանում գտնվող այն ներկայացուցիչները, որոնք եկել են Եվրամիության դիտորդական առաքելության, ինքնակամ են եկել։ Եվրամիությունը չի կարող որևէ մեկի վրա քվոտա դնել, ստիպել։ Դուք ասում եք Եվրամիությունը այդպես ասիկ չէ, կարող է ասել դուք ստանձնել եք պարտականություն, ոչ մեկ չենք ստանձնել։ Ինչ արձագանք։ Հա, պարտավոր ես արձագանքել, այո կամ ոչ։ Հա, իհարկե, պարտավոր ես արձագանքել, կասի կուզես մասնակցես օրինակ ծովահենների դեմ պայքարին, Կարմիր ծովում, կասես կամ այո ուզում եմ ծովահենների դեմ պայքարեմ Կարմիր ծովում, կամ չէ, հետաքրքրված չեմ, Կարմիր ծովում ծովահենների դեմ պայքարով, օրինակ, ինչ վերաբերում է Ուկրաինային, դա էլ ասեմ, այնտեղ իրենք երկու առաքելություն են, մեկը քաղաքացիական, մեկը ռազմական, ռազմականը առավելապես ռազմական խորհրդատվության առաքելություն։